Զախիկի։ Պարոն Գոնիմը դու ես ուզում։ Սրբազանի նկատան փափանուչը նախազգուշացվել են իրական հետախուզման որոշումը չհրապարակելու մասին, փաստերը չհրապարակելու մասին, բայց կարծում եմ, որ եթե փաստերի մասին է խոսքը, մշտական ակտի մասին է խոսքը, առանց իսկ մեկնաբանելու է պարզ է, ավելին այստեղ գալուց առաջ ես արդեն մեկնաբանել եմ մեր դիտարկումներն այդ մասով, սա այո եպիսկոպոսը ժողովը տապալելու հերթական փորձն է, որովհետև ըստ էության գերագույն խորհրդի անդամների ստացումը արգելելու սահմանը, ոչինչ որ դելնելու, որպեսզի նրանք մեր մասնակցությունը։ Չէ, նախացության այո, փափանուչը անկեղծ ասած այս բանի ես մասնակցել եմ միայն Օնան Սրբազանի և Մակար Սրբազանի։ Սուսիկ։ Իրենց մասով արդեն ստեյության Մակար Սրբազանի մասով չպես նախազգուշացվել են անգամ իրարված պատկանությունների կամենտրված պատկանությունների մասին խոսելու անկուլատրելիության մասին, որովհետև դատավարական հարց չի կարողանում, որովհետև Քննիչը կարող է արգելել հրապարակել բացառապես այն տեղեկությունները, որոնք ձեռք է բերել նախաքննության կամ վարույթի ընթացքում առասարակ, բայց զուտ անձնական իրավունք սահմանափակման փաստի մասին ապօրինություն դրա համար Մակար Սրբազանի մասին ձեռնպահպանն այդ մասով մեկնաբանություն տալուց, բայց Օնան Սրբազանի մասով արդեն այդ նախազգուշացումը մեր վրա չտարածեցին և բնականաբար հայտարարում են, որ այո փափանուչից է կիրառված բացակայելու ակտիվ։